հարգելի իմ դիտորք, եթե հիշում եք ամիսներ առաջ ես արեցի կանխատեսում եւ ասեցի, որ ընտրությունները պետք է անցնի այսպես վարչական ուժ կիրառելով, որոշ մարդկանց համար սահմանափակումներ դնելով, Նիկոլ Փաշինյանը կանցնի կարճ ժամանակով, մեծ հավանականությամբ կանցնի, բայց կարճ ժամանակով։ Եվ նաև հիշում եք, եթե հիշում եք, ասեցի, որ լավ է մոլորակային դասավորվածությունը թե իր համար, թե Սամվել Կարապետյանի համար, բայց քանի որ Սամվել Կարապետյանի հետ կապված կա այսպես դատական սահմանափակումներ եւ բացի այդ Սամվել Կարապետյանը չի կարող կիրառել այսպես վարչական ուժ, մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը անցնելու է, բայց այսօր նաև ամենալավ օրերից մեկն էր հենց Ռոբերտ Քոչարյանի համար, վաղվանից որոշակիորեն լավ մոլորակների դիրքը կզիջեն համեմատած մյուս երկուսի մոլորակային դիրքերին եւ այստեղ մեծ հավանականությունը Նիկոլ Փաշինյանին է, կամ այսպես ասել եմ 50-50 հնարավոր, կամ գնա երկրորդ փուլ ընտրությունները, չգիտեմ, ամեն դեպքում եկեք նաև տարոներին հարց տանք եւ տեսնենք վաղվա ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կհաղթի թե ոչ։ Վաղվա ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կհաղթի թե ոչ։ Կհաղթի վաղ ընտրություններում Նիկոլ Փաշինյան։ Այների ձևա տրամադրված։ Իրա քարտն էլ բերեց, ինքը երկվորյակա է, այստեղ բերեց սրերի արքան։ Կանցնի։ Աման, լսեք Ժողովուրդ ջան, ինքը կանցնի, բայց իլյուզիաներ ստեղծելով, որ ինքը անցել է, բայց իրականում, այստեղ ուրիշ բան կա։ Վաղը Նիկոլ Փաշինյանը ընտրություններում կհաղթի։ Կհաղթի վաղը Նիկոլը ընտրություններում։ Կպահինք իրա աթոռը։ Մեկ-մեկն հենց եմ ուզում իմանամ, այդ ինչ կլեա տենց այդ աթոռի ու իրա վրա քսած։ Կհաղթի Նիկոլ Փաշինյանը։ Միանշանակ։ Կհաղթի։ Իրան կօգնեն, որ ինքը հաղթի։ Իրան կօգնեն։ Վարչական ռեսուրս կկիրառի արդյոք Նիկոլ Փաշինյանը։ Վարչական ռեսուրս կկիրառի արդյոք Նիկոլ Փաշինյանը։ Վարչական ռեսուրս Նիկոլ Փաշինյանը անպայման կկիրառի, պարտադիր։ Եվ կարտը Լունան դուրս եկավ։ Լունան նշանակում է, որ ստվերային գործողություններ տեղի կունենան, պարզ և թափանցիկ ընտրություններ չսպասեք վաղը։ Եվ հիշեցնեմ, որ վաղը որքան էլ որ Նիկոլ Փաշինյանի համար այսպես դրական լինեն մոլորակային դասավորվածությունները, ամեն դեպքում դրանից հետո շատ ավելի վտանգավոր է լինելու իրա համար։ Վաղվա ընտրություններին Նիկոլ Փաշինյանը կանցնի։ Վաղվա ընտրություններին Նիկոլ Փաշինյանը կանցնի։ Վաղվա ընտրություններին Նիկոլ Փաշինյանը կանցնի։
Յակր, տեսնում եք, արդեն որոշված է, արդեն ինքը հաղթած է, ոտ ինքը գիտի, հա, ոնց պահի իրա աթոռը։ Շատ մեծ դժվարությամբ Նիկոլ Փաշինյանը ընտրություններում կանցնի։ Այստեղ տեսեք Բաշնյանն է դուրս եկել, բայց սա աշտարակն է, որը կառուցված է եւ այստեղ փլուզում չկա։ Վարչական ուժ ռեսուրս կիրառելով վաղը Նիկոլ Փաշինյանը կանցնի։ Իհարկե, եթե թողնենք իրական ազնիվ ճանապարհով, ոչ, բայց մնում եմ ես իմ ասածին հավատարիմ, որ կտեսենք, որ կանցնի, բայց թե ոնց կանցնի, ինչեր կանի անցնելու համար, ովքեր իրեն կօգնեն այդ անցնելու համար, այդ հաստատ է։ Բայց դուք ժողովուրդ ջան, ընտրեք նենց մեկին, որ չբաժանի արցախցի, հայաստանցի, սփյուռքցի, բոլոր յանով վերջացող ազգանները իր համար լինեն հայ։ Ու ոչ թե ծնկաչոք խաղաղություն աղերսելու, այլ իսկապես կմտածի, որ երկիրը այնքան ուժեղացնի, որ ուժեղության հաշվին ունենանք ամուր խաղաղություն, այսինքն անխախտելի խաղաղություն ունենանք։ Իսկ ինչ վերաբերվում է վաղվան, կանցնի Նիկոլ Փաշինյանը վաղը։ Եվ այստեղ չեմ ուզում ասեմ, որ դուք եք մեղավոր, որովհետև ակնհայտորեն ինքը դրա ձևը գիտի ու շատ լավ գիտի ոնց անի, որ անցնի։